Կտիչ Ներսյանը մի մարդ է, որի զարմիկը ըստ առաջադրված մեղադրանքի ստիպել է հոգևորականներին մասնակցել հանրահավաքների եւ օզարմանք այդ հոգևորականը ըստ մեղադրանքի Տեր Արամն է այդ թվում, որին այսօր կարգալույծ արեցին։ Մյուս հոգևորականը, որին ասեցի են մյուս ձայնագրությունից ելնելով ստիպել էին Տեր Հայր աղանը, նույնպես այնպիսի պայմաններ են ստեղծել իր համար, որ ինքը լքի հոգևոր ծառայությունը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ համախումբը պետք է ուղղակի կարծում եմ պետք է ուղղակի համակերպվի Կտիչ Ներսյանը այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ եւ չի կարող լինել, չի կարող հայ ժողովրդի կարևորագույն սրբազան ինստիտուտի գլուխը լինել ուխտազանց մեկը, չի կարող հայ առաքելական եկեղեցու գլուխը լինել մեկը, որ այլ անձանց ստիպում է անել բաներ իրենց կամքին հակառակ, ուղղակի չի կարող։ Եվ առաջարկում եմ Կտիչ Ներսյանին սկսել հավաքել իր իրերը, որովհետև ինքը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլ նաև ինքը պիտի կարգալույծ արվի եւ կարվի։ Շնորհակալություն։